Ողջույն։ Երեկ եւ այսօր մի քանի բան կատարվեցին, որոնք կարևոր համարելով ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել։ Մեկը Նիկոլի այցն է Գերմանիա։ Այնտեղ ինչ-որ բան է ստորագրել։ Չէ, ասում են մի անհանգստացեք, այս անգամ բան չի հանձնել, Ալիևի հետ չէր հանդիպում։ Ստորագրել է ինչ-որ հռչակագիր, անունը դրել են ռազմավարական օրակարգ, բայց ուշագրավը հետևյալն է։ Գրում են դիվանագիտական, տնտեսական, առևտրային համագործակցության մասին, ներդրումների հնարավորությունների խթանում, շրջակա միջավայրի պաշտպանություն, ֆլան-ֆստան ու հետո հատուկ ընդգծում։ Սա ընդամենը հռչակագիր է, միջազգային պայմանագիր չէ եւ իրավունքներ ու պարտավորություններ չի սահմանում։ Այսինքն անօգուտ բան են ստորագրել։ Նաև ելույթ ունեցավ այն մասին, թե այդ խաղաղության պայմանագիրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ իր թիմի ձեռքբերումն է։ Ասում է, դժոխքի միջով անցել են ու հասել դրան։ Լավ կլիներ իրենք իրենց հարց տային, իսկ ով է անցել դժոխքի միջով։ Եթե իր ու ՔՊ-ի մասին է խոսքը, սխալ ձևակերպում է, որովհետև մինչ ուրիշներն անցնում էին դժոխքի միջով, իրենք անցնում էին բունկերների միջով։ Այդ ընթացքում տներ, դղյակներ էին կառուցում, փող էին աշխատում, հարցեր էին լուծում իրենց ԽԾԲ համակարգի համար։ Դժոխքի միջով անցել եւ անցնում է ժողովուրդը։ Այն ժողովուրդն է անցնում, որ իր 5000 զավակին տվեց ձեզ, կոչ արեցիք, քաջալերեցիք, տարաք ու հետ բերեցիք սև մեշոքների մեջ, սպայկայի բեռնատարներով։ Դժոխքի միջով անցնում է, չի անցել, մինչև հիմա անցնում է, այն տատիկը, որի որդուն տարաք զոհեցիք, թորանը դարձրիք անհետ կորած, մյուս որդուն էլ պահում եք տնային կալանքի տակ։ Դժոխքի միջով անցնում են արցախցին, այն արցախցին, որի տունը հանձնել եք ու հիմա իր ավտոմեքենայի մեջ է քնում, այն արցախցի տատիկն է դժոխքի միջով անցնում, որի տունը նվիրել եք Թուրքին ու հիմա հարցնում է, քանի 100 տարի ես պետք է հավաքարար աշխատեմ, որ էլի տուն առնեմ։ Նրանք այո դժոխքի միջով են անցնում։ Այն մարդիկ են անցնում դժոխքի միջով, որոնք հասկանում են այս ձեր կործանարար քաղաքականությունը ի սկզբանե ու հա փորձում են դեմն առնել, այդ ընթացքում անցնելով բանտերի միջով։ Դժոխքի միջով են անցնում այն հայերը ու իրենց հարազատները, որոնք Նիկոլի ու նույն քո ՔՊ քաղաքականության արդյունքում հայտնվել են Բաքվի բանտերում ու հասկանում են, որ Հայաստանի իշխանությունը մատը մատին չի տալիս իրենց ազատության համար։ ՔՊ-ն այո, հայհոյանքների միջով անցնում է, անեծքների միջով անցնում է, նվաստացումների միջով անցնում է, բայց դա էլ չլիներ, բա ինչ էիք ուզում։ Դու պատերազմից մի երկու ամիս անց արդեն Ալիևի հետ հաց էիր կիսում, բաժակ էիր բարձրացնում։ Պատերազմից մի կարճ ժամանակ անց դուք արդեն թիմով քեֆ էիք անում, հարսանիքներ էիք կազմակերպում ու մասնակցում։ Չէ, դուք չեք անցել դժոխքի միջով։ ՔՊ-ական падգամավորները, որ թուրքերից ավելի թրքասեր են, որ մեր խորհրդարանում բոյկոտում էին Արցախի վերաբերյալ բանաձևերը, հիմա տներ ու դղյակներ են առնում, պատերազմում պարտությունից հետո կտրուկ հարստացում արձանագրեցին, հաշիվներին միլիոններ են հիմա։ Այո, Նիկոլը զարմանալու տեղ իրականում ունի։ Այս դժոխքի մեջ ժողովրդին գցելուց հետո դեռ պաշտոնի է։ Ես էլ եմ զարմանում։ Ու հիմա ասում է, երկրի համար պատմական հնարավորություն են 2026 թվականի ընտրությունները։ Այդտեղ էլ է ախր սխալ ասում, երկրի համար չեն հնարավորություն, պատմական հնարավորություն կարող են լինել իր համար, եթե ընտրվի։ Կշարունակեն անխնա թալանը, կշարունակեն կոռուպցիան, բեսպրեդելը, անպատիժ մնալը։ Իրենց ընտրվելը պատմական հնարավորություն կլինի Ալիևի համար, ստանալու այն, ինչ չի հասցրել ստանալ Նիկոլի կառավարման 2 ժամկետներում։ Գերմանիայում մասնակցում է քննարկման, որին մասնակցում են տարբեր երկրի ներկայացուցիչներ ու խոսում է այն մասին, թե հայերի արժեհամակարգի էպիկենտրոնը ախտահարված է, եկեղեցին թափանցիկ չէ։ Դա ասում է Հայաստան ղեկավարողը մի լսարանի առաջ, որոնք օտար երկրացիներ են, այդ թվում ադրբեջանցի։ Ասում է մեր եկեղեցին թափանցիկ չէ, նրա բարևարկությունը եւ այլն եւ այլն։ Դե հիմա ինձ համոզեք, թե սա հայ ժողովրդի շահերից է բողոքվում օտարերկրացիների մոտ մեր եկեղեցուց։ Եվրամիության անդամ երկրներում հերթական անգամ նրա ասելիքի իմաստը ըստիս այն էր, թե
Եթե ուզում եք մնամ եւ շարունակեմ կատարել բոլորիդ պահանջները, թե թուրքերի, թե ադրբեջանցիների, թե արևմուտքի, ուրեմն օգնեք ընտրվեմ, որովհետեւ ձեր այդ բոլորի պահանջների կատարման համար պատմական պահ է։ Գերմանիայում խոսում էր Ալմատիի հռչակագրից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, ու դա Արցախի հանրապետության անկախության հանրաքվեի օրը։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը 99.8%-ով կողմ է քվեարկել Արցախի անկախության հռչակմանը։ Այսօրով Նիկոլը Եվրոպայում չգիտես ինչի կարևորում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Գերիները չէ։ Մեր խախտած տարածքը չէ։ Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումն էլ չէ։ Իսկ իր տարածքային ամբողջականությունը չէ։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այսօր ոչ միայն Արցախի անկախության օրն է, նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսելն արդեն ծիծաղ է հարուցում։ Մեզ մոտ ամեն օր փաստվում է, որ աշխարհի համեմատ ամենակատարյալ ձևով պաշտպանված է մեկ հոգի։ Նրանից մի քիչ թեթև մի խմբակ։ Մարդու իրավունքների պաշտպան ունենք, որը ամբողջությամբ իշխանական իրավունքների փայլուն սպասարկուն է։ Մարդու իրավունքների պաշտպանության օրը նշող երկրում մարդուն կալանավորում են իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու համար։ Մարդկանց են կալանավորում, մի մարդու էլ չէ։ Իսկ քաղաքացուն վրաերթ անող սպանողները ազատության մեջ են։ Այսօր փաստաբանը քաղաքական գործերով կալանքների նիստերին ոչ թե պաշտպանելու համար է գնում, այլ որ իր պաշտպանյալը մենակ չլինի, որովհետև մեկի կալանավորելու են։ Այսօր նաև մեր երկրում միջոցառումներ էին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է դեկտեմբերի 9-ին։ Մեր երկրի իշխանությունը քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանում կոռուպցիան իսպառ վերացել է, բայց բնականաբար սուտ է, որովհետև ամեն օր տեսնում ես արագ հարստացող պաշտոնյաների, պատգամավորների կամ նախարարի աշխատավարձով դղյակ առնող ՔՊԱ-կանի, հրաշքով հաջողակ բիզնեսմեն դարձած ՔՊԱ-կան պաշտոնյաների հարազատների, պետական հիմնարկներ, որոնցում ՔՊԱ-կաներ լցվել են գերդաստաններով, դանդաղ հարստացողներին փոխարինել են արագ հարստացողները։ Քաղաքացու ընկալումներում մեր երկրում կոռուպցիան 2018-ին մի քիչ նահանջելուց հետո արդեն լայն թափ է ստացել։ Քաղաքացին վստահություն չունի պետական որևէ ինստիտուտի նկատմամբ։ Քաղաքական բռնաճնշումները, երկակի ստանդարտները, բիզնեսի ու քաղաքականության սերտաճումը, գաղտնալսումները, մոնտաժած վիդեոներով քրգործերը, կառավարության ոչ թափանցիկ որոշումները, այդ բոլորը կոռուպցիա են։ Այն, որ ընդդիմադիր ընտրվում է համայնքապետ, իշխանությունը ձեռքից խլում է պաշտոնը, դա էլ է կոռուպցիա։ Սաղ օրը ասում են կոմպրոմիս չի լինելու կոռուպցիայի հետ, բայց լավ էլ ախպերություն են անում իրար հետ ՔՊ-ն ու կոռուպցիան։ ՔՊԱ-կանները կոռուպցիային շատ եմ անդրադարձել, առաջիկայում նոր փաստեր կներկայացնեմ, բայց մի ուշագրավ ելույթ աչքովս ընկավ, որին կցանկանամ անդրադառնալ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպում է ուսանողներին ու հայտարարում. կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ հետադարձ պայքարում են մեր դեմ ու պայքարում են շատ հաճախ առանց որևէ կանոնների։ Աննա Վարդապետյանը չի ասում, թե ում է ուղված իր այդ քաղաքական ճառը, չի հստակեցնում, թե այդ մեր դեմ ասելով ում նկատի ունի, ՔՊ-ին։ Փորձենք գուշակել։ Ժորժ ջան, ձեզանից քանիսն են 17 տարեկանում աշխատել որպես պաշտոնյա, ասենք եղել թաղապետի օգնական։ Այդ տարիքում երիտասարդները սովորաբար աշխատում են մատուցող, առաքիչ, բանվոր, որ ձեռքի ծախս ունենան։ Մեր Աննան 17 տարեկանում աշխատել է ՀՀԿ-ական թաղապետի օգնական, համաձայն բազմաթիվ հրապարակումների ու այն ժամանակ, երբ իր հայրը նույն թաղապետանում բաժնի պետ էր։ Հորդեմ հետո քրգործ է հարուցվում, երբ Աննա Վարդապետյանը Նիկոլ վարչապետի օգնական էր, այդ ժամանակ կարճվում է։ Սրանց պարզաբանում այնպես, որ մի թեթև գոնե համոզիչ լինի, ես չեմ հիշում։ Ուրիշ բան հարցնեմ։ Դատախազի աշխատանքներում կոռուպցիա կա թե չկա։ Դատախազությունը պարբերաբար հայտարարություն է տարածում, թե կես հեկտար, մի հեկտար հող են հետ բերել ու հանձնել պետությանը։ Սրա նրա նկատմամբ քրգործ են հարուցել, հողը այսպես ասած վերադարձրել են պետությանը։ Բայց կես հեկտար տարածք վաճառելու համար քրգործ կա հարուցված։
12000 քառակուսի կիլոմետր հանձնելու քեր գործը ուր է։ Կոռուպցիա չկա այստեղ։ Բա գնացել Պրահայում նստել փակ սենյակներում խոսել են, վերջում ընդունել ու համաձայնվել է, որ հայկական Արցախը, որի միջայլոց Հայաստանի պաշտպանության երաշխիքի տակ էր ու որի ներկայացուցիչը մինչ օրս Նիկոլն է, գնացել նստել միանձնյա համաձայնել է, որ այն այլևս ադրբեջանական է։ Բա մի հատ է չեք ուզում պարզեք, այդ ոնց եղավ։ Հազարամյակով հայկական է եղել, մեկը եկավ, գնաց Ալիևին համաձայնեց, որ նրանն է։ Բա մի հատ չիմանանք այդ ինչ գործարքեր, դեմը ինչ էր ստանում եւ այլն։ Կարճ ասած, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի օրնել, մարդու իրավունքների օրնել ձևական նշում են, ունենում ելույթներ ու անցնում առաջ, բայց համոզված եմ, որ այս իշխանության հեռացումից ընդամենը կարճ ժամանակ անց կոռուպցիայի այնպիսի բացահայտումների են ականատես լինելու, որ ժողովուրդը պարզապես շոկի ենթարկվի, թե իր պատկերացրած ոտքերը ամպոտ մարդիկ իրականում ինչերի մեջ են։ Ու այդ ժամանակ թե իրական կոռուպցիոներները, թե մարդու իրավունքների դեմ հանցագործություն կատարածները վստահ եմ կանգնելու են արդար դատաստանի առաջ։ Կան չէ դեպքեր, որ լսում ես, այսինչին դատել են, բռնել են ու ասում ես ամեն դեպքում մեղք էր։ Սրանց պարագայում օրենքը որքան էլ խիստ գտնվի, նույնիսկ եթե չափից դուրս խիստ գտնվի, վստահ եմ բոլորն էլ ասելու են արժանի էր։